Ողջույն սիրելի քրիստոնյա ժողովուրդ, Տերը օրհնա բոլորիդ, եղեք օրհնված, մեր Տիրոջ անունով օրհնում եմ բոլորիդ ժողովուրդ ջան։ Նայեք, ժողովուրդ ջան, ինչպես է, որ մենք շատերս մեծամասնությունս Աստծո առաջ ենք գալիս, Աստծուն աղոթում ենք, Աստծուն խնդրում ենք, Աստծուն սեր ենք խոստովանում, բայց մեկս մյուսի հանդեպ շատ ժամանակ այդ սերը չենք ունենում։ Ավելի շատ ատելություն, պամփասանք, չարություն, վրեժխնդրություն, քան թե սեր։ Բայց յուրաքանչյուրս մենք մեր անատական, անձնական Աստծո առաջ գալով Աստծուն ասում ենք. Տեր, ես քեզ սիրում եմ, Տեր, փառք քեզ, Տեր, ողորմիր ինձ, Տեր, ես քրիստոնյա եմ, Տեր, ես քեզ հավատում եմ։ Սա մի քիչ չի համապատասխանում Քրիստոսի խոսքերին, ժողովուրդ, որովհետև առաջի Հովհաննես 4 գլխում ասում է, եթե մեկը ասե, թե սիրում եմ Աստծուն եւ իր եղբորն ատե, նա ստախոս է, որովհետև նա, որ իր եղբորը չի սիրում, Աստծուն, որ չի տեսել, ինչպես կարող է սիրել, նա, որ իր տեսած եղբորը չի սիրում, իր տեսած եղբորը չի սիրում, բայց Աստծուն, որ չի տեսել, ինչպես կարող է սիրել։ Եվ այս պատվիրանքները ունենք նրանից, թե նա, որ Աստծուն սիրում է, իր եղբորն էլ թող սիրե։ Այսինքն, եթե ես ասեմ, Տեր Աստված, ես քեզ սիրում եմ, Տեր ջան, դու ես իմ հույսն ու հավատն ու ապավենը, բայց քո հանդեպ ես ատելություն ունենամ, ես ստախոս եմ։ Երբ որ մենք տեսնում ենք մեկս մյուսին, բայց չենք կարողանում սեր ունենանք, ներենք, օրհնենք, ոնց մենք կարանք Աստծուն սիրենք, որին չենք տեսնում։ Այն սերը, որ մեր մեջ է եւ սիրում է Աստծուն, նա չի կարա եղբոր հանդեպ կամ քրիստոնյայի հանդեպ ատելություն ունենա, հասկանում եք, ժողովուրդ։ Եթե մեր ներսում սերը բոլորին է սիրում, ինչպես Հայր Աստվածը սիրեց եւ իր միածին որդուն տվեց։ Աստված ուզում է, որ մենք վերջապես դադարենք չարությունից եւ ունենանք սեր մեկը մյուսի հանդեպ։ Սեր, ներողամտություն, օրհնել, ոչ թե ատել, ոչ թե չարություն, ոչ թե վրեժխնդրություն, ոչ թե արյունահեղություն եւ դրա համար էլ որտեղ որ չկա սեր, այնտեղ չկա Աստված։ Բայց մենք էլ սպասում ենք Աստծուց օրհնություն, փրկություն, խաղաղություն, ողորմություն։